Բաստեղ չեք թող մոտենան ստեղ Մոտենան ստեղ Արման Հա, տենցին անում Բայց մի րոպե միջև կգան ես բարձանամ Բարձրախոս է Մայթից այդքան ավտոբուսից այդքան չերևում, որքան երկար Սիրելին ու բարաշեն, ողջունում եմ բոլորիդ Բուրըն ծափերում եմ ողջունում բոլորիդ և շնորհակալ եմ ես ընդունելության համար Գիտեք, գալիս ենք ավտոբուսով և քաղաքապետը և փոխքաղաքապետը ասում են գիտեք, որ Նուբարաշենը ամենակոկիկ վարչական շրջանն է Ասում եմ էդ ոնց և միջև իրանք կբացատրեին պատուհանից տեսնում եմ սեն ծառերը ուլունքի նման շարած, մայթերը մաքուր, պատերը մաքուր և ուզում եմ, ասում եմ, բայց ասում եմ բացատրեք ինչից է, ասում են դե գիտեք Նուբարաշենը մի քիչ նաև նրանց է, որ ամենափոքր վարչական շրջանն է ու ասում են վարչական շրջանի բնակիչները բարեբուն իմաստով վերաբերվում են որպես իրանց տան վարչական շրջանին վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ քաղաքապետը եւ փոխքաղաքապետը շատ գոհ էին եւ ես էլ իմ աչքերով տեսնում եմ որ իրոք այդպես է շնորհակալ եմ շատ Ժորժ ջան Հերթական անգամ մենք քարոզչության շրջանակներում ամեն անգամ մենք ստեղ ենք, այս նույն տեղում ենք, չէ, հանդիպում, ինչքան հիշում եմ, մեր շտաբը այնտեղ նույն տեղում է եւ մեր հանդիպումն էլ նույն տեղում է։ Իհարկե 8 տարվա իշխանության համար շատ կարեւոր է, որ մենք գանք եւ պատմենք նաեւ եւ հատկապես ինչ բովանդակությամբ ենք եկել քարոզարշավի։ Ամենակարևոր բաներից մեկը, որ ես ուզում եմ նշել, հետևյալն է, որ մեր իրականության մեջ սոցիալական հեղափոխություն է տեղի ունենում, որովհետև մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելի բարձր է, քան սպառողական զամբյուղը։ Սա շատ կարևոր է։ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ ընտրվեցի, Հայաստանում նվազագույն թոշակը 16000 դրամ էր։ Մենք վերջին 8 տարում նվազագույն թոշակը եռապատկել ենք, դարձրել ենք 46000 դրամ, պլյուս սրան իհարկե անկանխիկ առևտրի դեպքում հետ վճարը։ Եվ մենք արձանագրում ենք, որ այն 20000 դրամը 10000 դրամ մենք թոշակը ավելացրել ենք, եւս 10000 դրամ անկանխիկ առևտրի պարագայում մարդիկ հետ են ստանում։ Ես իմիջիայլոց ուզում եմ ձեզ հետաքրքիր բան ասեմ։ Հունվարին հատկապես մարզերով, երբ որ մենք շրջում էինք, ես թոշակառու մեր տատիկ-պապիկներին հարցնում էի անկանխիկ առևտրի հետ վերադարձից օգտվում եք, մոտավորապես 40% ասում են լավ է, ես զալա չունեմ այդ անկանխիկ առևտրի եւ այլնի հետ։ Հիմա Սյունիքով վայոց ձորով պատտվել ենք, մի թոշակառուի չեմ հանդիպել, որը ասի չէ, բոլորը ում ես տեսել եմ, չեմ կարող ասել թե չկան, ում ես տեսել եմ, բոլորը օգտվում են եւ բոլորին հարցնում եմ, հետ վճարը ինչքան է, հիմնականում 90% ասում է 10000 դրամ մոտավորապես միջինը հետ վճարը կազմում է եւ սա շատ կարեւոր հեղափոխություն է մեր երկրում առաջին անգամ մեր պատմության մեջ թոշակառուն ստանում այնքան թոշակ որ ոչ թե ես իմ ոնց կապրի այլ կարող է ծերը ծերին հասցնել եւ երբ որ մենք հիմա նոր երևույթ է ի հայտ գալիս հա իմիջիայլոց ասեմ բայց կա թոշակառուների մի խումբ որը նախկինում իրանց թոշակից ասենք 15000, 20, 30000 դրամ ծախսելիս է եղել դեղերի վրա խոսքը քրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուների մասին է հիմա այդ դեղերը իրանք ստանում են առողջության ապահովագրությունով եւ եթե ասենք 20000 դրամ է նախկինում ծախսում դեղերի վրա հիմա պլյուս այդ 20000 դրամ մնում է գրպանում դե ֆակտո ստացվում է որ իրանց թոշակը բարձրացել է
30,000, 40,000 ընդհանուր դեպքեր կան միջև 50,000 դրամ։ Եվ մենք հիմա քանի որ ուզում ենք հասկանանք ժողովուրդ մի բան է կատարվում հանրապետությունում հələ նրան նայեք էլի, հələ նրան նայեք էլի, հələ նրան նայեք էլի։ Մի բան է կատարվում հանրապետությունում, որը ես չեմ կարողանում հասկանալ, որովհետև սկզբից ինձ թվում էր, թե դա առանձին վերցրած բնակավար։ Հիմա Հայաստանում տեղի ունենում մի բան, որը շատ մոտ է ինձ շեմին, որը ես կանվանեմ երեխաների հեղափոխություն, որովհետև երեխաները ինչ-որ քաղաքական մեծ ակտիվություն են ցուցաբերում եւ ես ուզում եմ այս երևույթը հասկանամ։ Եվ երբ որ մտածում ենք, ասում ենք, լսեք, կարող է որ թոշակները ավելացել են եւ այդ թոշակառուների եկամուտներն ավելացել են, կարող է տատիկ պապիկները ավելի շատ կոնֆետ են առնում թորնիկների համար, պաղպաղակ են առնում, հետո էլ ասում են, երևի ասում են, դե Նիկոլը թոշակը բարձրացրել է, հիմի ավելի շատ պաղպաղակ են առնում եւ երեխեքի վերաբերմունք այդտեղից է, չգիտեմ։ Համենայն դեպս ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ տեսեք, ես առավոտ 10:30-ից ուղիղ եթերում ոտքի վրա եմ, առավոտ 10:30 ուղիղ եթերում, վերջը այնուամենայնիվ 50 տարեկան եւ այլն, բայց կհավատաք ընդհանրապես հոգնածություն չունեմ, ինչն է պատճառը, դրա համար մի պատճառ կա, անընդհատ երեխեքը շուրջս են եւ ես այս տեմպով կարամ 24 ժամ քարոզարշավ անեմ, 24 ժամ։ Բայց ես էլի Երևանիում պատմեցի, այստեղ էլ պատմեմ։ Ես հիշում եմ 2025 թվականի Վարդավառը, այդ օրը ինչ տեղի ունեցավ, ես հույս ունեմ բոլորդ հիշում եք, մի հատ աննկարագրելի մեծ տոնախմբություն էր եւ դա ես հիմա չեմ հիշում, բայց երեխեքը ուշեցին, ասին հուլիսի 28-ին ա եղել։ Հուլիսի 28-ին այդ Վարդավառ օրերին Վաշինգտոնի հանդիպման բանակցությունների արդեն այդ եզրափակիչ հատվածներն էր, որ արդեն մենք ըստ էության համաձայնությունը ֆիքսել ենք, բայց դրա մասին ոչ մեկ չգիտեր։ Եթե չեմ սխալվում, հիմա հետայած պետք է գնամ ստուգեմ, որովհետև սա շատ կարևոր է։ Եվ այդ հուլիսի 28-ի այդ Վարդավառը մի հատ մեծ խելայեղ տոնախմբություն ստացվեց, բայց մարդիկ չգիտեն, դա ընդհանրապես նեղ շրջանակ մարդիկ գիտեին, որ բանակցություններ են տեղի ունենում եւ այլն եւ այլն։ Եվ երբ որ օգոստոսի 8-ի հանդիպումը եղավ, հռչակագիրը ստորագրվեց, այդ ժամանակ ես վերադարձա Հայաստան, այն ժամանակ ես սկսեցի մտածել, որ հուլիսի 28-ին այդ Վարդավառը մարդիկ ինտուիցիայով, որովհետև ես միշտ մտածել եմ, որ ինքս օրգանական կապով կապված եմ ժողովրդի հետ, ժողովուրդն էլ բնականաբար ինձ հետ, ինձ թվում է մարդիկ ինտուիցիայով զգում են, որ ինչ-որ մի հատ լավ ու մեծ ու կարևոր բան է տեղի ունենում, եւ հեսա լավ բան է տեղի ունենալու, եւ ավանսով հուլիսի 28 օգոստոսի 8, այսինքն 10 օրվա, 11 օրվա տարբերությամբ։ Մարդիկ նշում էին դա։ Եվ հիմա երեխեքի ակտիվությունը ինձ թվում է նման մի բանի վկայություն է։ Երեխեքը զգում են, որ մի շատ ու մեծ ու կարևոր ու պատմական բան է տեղի ունենում իրենց աչքի առաջ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ իրենք շտապում են մասնակցել այդ ամեն ինչին։ Իսկ ինչ է տեղի ունենում ժողովուրդ։ Իսկ ինչ է տեղի ունենում եւ ինչ է տեղի ունեցել 2021 թվին այդ դժվար ու բարդ ու հուսած պայմաններում մենք եկանք ձեզ ասցինք ժողովուրդ ապագա կա, դուք մեզ հավատացիք։ Մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ ապագան եկել է, ապագան այսօր է, այն ապագան, որի օգտին դուք 2021 թվականին քվեարկել եք, այդ ապագան այսօր է, հիմա է, այստեղ է, եւ ես ձեզ շնորհավորում եմ այդ ապագայի առիթով։ Բայց այդ ապագայի տերը առաջին հերթին երեխեքն են, եւ նրանք զգում են,
որ իրենք արդեն այսօր ապրում են ապագայի մեջ եւ այն խնդիրը որ մենք իրար հետ պիտի լուծենք հետեւյալն է մենք պետք է Հայաստանի պետականության հարատևության օրակարգը հաստատենք եւ Հայաստանի Հանրապետությունը մեր սիրասուն պետությունը սերնդեսերունդ տասնամյակներով, հարյուրամյակներով, հազարամյակներով պետքա փոխանցենք սերնդեսերունդ մեր սերունդը պետքա փոխանցի իրենց սերունդին, իրենց սերունդը հաջորդ սերունդին ու այդպես հազարամյակով մի ժամանակ ժողովուրդ հələ տեսեք էլի մի ժամանակ կա ժամանակ այդպեսի երբ որ մենք պլանավորում էինք մեր անելիքը որպես կառավարություն օրով մաքսիմում շաբաթով Հիմա էտա փոխվել մեր իրականության մեջ Հիմա մենք մեր անելիքը պետության համար ռազմավարական պլանավորումը նույնիսկ 5 տարվա չի նույնիսկ 20 տարվա չի մենք այսօր ուզում ենք ձեզ հետ միասին մտածենք այլևս առաջիկա 1000 տարվա մեր պետության եւ մեր ժողովրդի անելիքների մասին եւ ինձ թվում է երեխեքը ինտուիտիվ սա են զգում սրան են մասնակցում որովհետեւ այդ հազարամյակի ամենակարևոր մասնակիցը իրենք են եւ այս ամեն ինչ իրականացնելու համար ամենակարևոր բանը որ մենք իրար հետ պետք է անենք եւ ամենակարևոր ասելիքը որով ես եկել եմ ի վերջո երբ որ 2021 թվականին ասում էի որ ապագա կա հիմա եկել եմ ասել ձեզ ժողովուրդ ջան որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիդ Այսօր շատերն են կասկածի տակ դնում խաղաղությունը կա, չկա, խաղաղություն իրական է, ոչ իրական է, բայց ես էլի խաղաղությունը համատում եմ նորածին երեխայի հետ։ Մեր խաղաղությունը 19 ամսական է, 9 ամսական երեխան կա, թե չկա։ 9 ամսական երեխան մարդ է, թե մարդ չի։ 9 ամսական երեխան քաղաքացի է, թե քաղաքացի չի։ 9 ամսական երեխան իհարկե կա։ 9 ամսական երեխան իհարկե մեզ մեծ ուժ եւ լավատեսություն է տալիս, բայց 9 ամսական երեխան ունի խնամքի կարիք։ Եթե մենք 9 ամսական երեխայի նկատմամբ խնամք չտանենք, ինքը չի կարողանա ոտի կանգնել։ Եվ մեր խնդիրը առաջիկա ընտրություններ, տեսեք ես խոսում եմ թոշակի մասին, ես կարող եմ խոսել աշխատավարձների մասին, դպրոցների շինարարության մասին, ճանապարհներ կառուցելու մասին, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ ամեն ինչը շատ կարեւոր է, բայց առաջիկա ընտրությունների ամենակարևոր խնդիրը հետեւյալն է։ Մենք ձեզ խնդրում ենք, կոչ ենք անում 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամաս եւ Տեր կանգնել 9 ամսական այդ խաղաղությանը, ճիշտ եմ հաշվում, օգոստոսից մինչև հիմի, 9 ամսական գնալ ընտրական տեղամաս եւ Տեր կանգնել խաղաղությանը, որպես այդ խաղաղությունը ամրանա, այդ խաղաղությունը արդեն իրական է, որովհետեւ արդեն 2025 թվականը առաջին օրացուցային տարին է ժողովուրդ, որ Հայաստան-Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Պատկերացնում եք մեր անկախության առաջին օրվանից ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ կամ մարդիկ, ում լեզուն պտտվում է դա խաղաղություն անվանել, չի լինում այդպիսի խաղաղություն, երբ ամեն տարի սահմանին լինում են զոհեր եւ վիրավորներ, երբեմն տասնյակներով, երբեմն հարյուրներով։ Եվ հետեւաբար ես եկել եմ ասել առաջին Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։ Երկրորդ այն ապագան, որը խոստանում ենք ձեր 2021 թվականին, եկել է, այսօր է եւ հիմա է։ Եվ գիտեք այդ ապագայի մեջ ինչեր են, ժողովուրդ, այդ ապագայի մեջ գիտեք ինչ աներևակայելի փոփոխություններ են տեղի ունեցել։ Մի եւ երկու օրինակ բերեմ ձեզ։ Հայաստանի մասին միշտ խոսելիս մենք այն ընկալման ենք եղել, որ Հայաստանը ահավորված աշխարհագրական դիրք ունի, ահավորված։ Գիտեք ինչ է տեղի ունեցել։ Հայաստանի աշխարհագրական դիրքն է փոխվել, հասկանում եք։
Եվ դա մենք նույնիսկ չենք էլ հասկանում։ Եվրամիության հանձնաժողովի նախագահը Հայաստանը եկե Եվրամիություն Հայաստան գագաթաժողովում։ Եվ ինքը ելույթ է ունենում եւ խոսում է Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին եւ բառացիորեն ասում է հետեւյալը, ասում է Հայաստանը նստած է արևելք արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա։ Հասկանում եք, եւ այդ պահին Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվում է, եւ մենք հասկանում ենք, որ Հայաստանը այլևս ռեսուրսների սակավություն ունեցող երկիր չի։ Հայաստանը վատ աշխարհագրական դիրք ունեցող երկիր չի։ Հայաստանը հասկանում եք ինչ է տեղի ունեցել 21 թվականից հետո։ Հայաստանը աշխարհի ամենավատ աշխարհագրական դիրք ունեցող երկրից վերածվել աշխարհի ամենալավ աշխարհագրական դիրք ունեցող երկրին։ Սա է ապագան, որը 21 թվին մենք խոստանում ենք եւ որը վերջապես եկել է։ Եվ հաջորդ էլի պետք է ասեմ, շատ կարևոր է, չնայած երկարում է ելույթս։ 2026 թվականի հունվար-ապրիլին զբոսաշրջությունը նախորդ տարվա հունվար-ապրիլի նկատմամբ 34% աճ ունեցել, 34%։ Հիմա կարող է լինել մարդիկ ասեն, հա դե զբոսաշրջությունը մեզ ինչ, բայց ոչ։ Սկսած տաքսու վարորդներից, ավարտված հյուրատներով, շարունակած խանութներով, շարունակած ճանապարհին առևտուր անողներով, բոլորը դրա արդյունքը զգալու են։ Եվ երբ որ մեր մոտ զբոսաշրջության թիվը աճում է, ես միշտ հարկ եմ համարում, թե փողոցներում են զբոսաշրջիկների հետ շատ շփվում եմ, ասում եմ լսեք, ինչն է ձեզ ամենաշատը Հայաստանում դուր գալիս։ Ու քանի անգամ մտածել եմ, ասել եմ երևի այս տուրիստը կասի Գառնին, մյուսը կասի Նորավանքը, չորրորդը կասի Լոռի Բերդը, հինգերորդը կասի Տաթևի վանքը, վեցերորդը կասի Դաշտադեմի ամրոցը, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ 95%-ով գիտեք ինչ պատասխան եմ ես լսել։ Ասում են ամենաշատը մեզ Հայաստանում դուր են գալիս մարդիկ, նրանց ջերմությունը, նրանց հյուրասիրությունը։ Բայց ես սա ինչի համար եմ ասում։ Սա էլ պատասխանն է այն բանի, որ Հայաստանը ռեսուրսներով աղքատ երկիր է։ Պատկերացնում եք, մենք մեզ համար անսպասելի ձևով արձանագրում ենք, որ մենք ունենք մի ռեսուրս, որի արժեքը հնարավոր չի գնանշել, հասկանում եք, դա անգին է, այդպիսի ռեսուրսը անգին է, այդպիսի ռեսուրսը հնարավոր չի գնանշել, դա տրիլիոն է, դա միլիարդներ են, եւ այդ անգին ռեսուրսի անունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, եւ այդ ռեսուրսի վրա է հիմնված այն ապագան, որը մենք 2021 թվականից ես խոստացանք եւ որը արդեն եկել է։ Եվ ուրեմն, երեխեք, մի հատ եկեք ինձ ձեր օգնության կարիք ունեմ, եկեք այստեղ, մոտեցեք պիկապին, դուք արդեն գիտեք մեր կարգախոսը լսել եք, ընտրություններ 2026-ին, 16-ին, հա? Եվ ուրեմն, սիրելի ժողովուրդ, բայց երեխեքի վրա չենք թողում, միայն խնդրում եմ մասնակցեք, որտեվ այդ էմոցիան կարևոր է։ Այս բանկարկումը ինքը տեն շուտ ասելուկ չի։ Այդ բանկարկումը մեզ միացնում է մի առանցքի շուրջ, մի անելիքի շուրջ, մի համոզմունքի շուրջ։ Այդ բանկարկումը մեզ իրար հետ դարձնում է անհաղթահարելի ուժ եւ սինեն նրանց հույսերը, բոլոր նրանց հույսերը, ովքեր մտածում են, թե ժողովրդին կարող են շրջանցելով Հայաստանի Հանրապետությունում հարցեր լուծել, դա բացառված է, դա չի կարող լինել։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Չէ, թույլ է։ 16-ին հատու բարձր ու մեծերն էլ խնդրում եմ մասնակցեք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչու են քվեարկում, որովհետև պետությանը տեր ենք, պետք է
Որտեւ պետությանը տեր ենք։ Հիմա ես ասում եմ, դուք հետևից ասում եք, չէ, լավ չեղավ, սկզբից ենք սկսում ուրեմն։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Նուբարաշեն վարչական շրջանին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, շնորհակալ եմ շատ։ Հիմա հետևյալն ենք անում, մի րոպե սպասեք։ Հիմա այդտեղ երեխեքի համար սենց միջանցք ենք ստեղծում, երեխեքի համար։ Այդտեղ մեր գործընկերները կանգնում են, երեխեք տենց հերթով մոտենում եք, լսում եք, մի րոպե, հերթով մոտենում եք, ես ձեզ նվիրում եմ քարտեզ եւ թխվածք եւ ստանում եք սենց դուրս եք գալիս, արդեն մյուս կողմից դուրս եք գալիս, որ իրար չխանգարենք եւ կազմակերպված լինի։ Պատրաստ ենք։ Հերթով գնում եք, Նեո, հատ, նույնս կզնիքով։ Ճանապար բացեք, անցակ։ Երեխեք չինի։ Անցակ, սենց, սպասեք։ Վերցրու։ Թող։ Այս սենց դուրս արի, Վերցրեք, ես դուրս սենց, ճանապար բացեք։ Հա, գալիս ես, Հատիկ ջան, Հա, Մարիկ ջան, լսում։ Հա, իմ օգնականը վեր։ Մարիկ ջան, չեմ լսում ոչ մի բան։ Շատ լավ օգնականս վերցրել ակտի զբաղվեք, չեմ լսում ոչ մի բան, աղմուկա, չեմ լսում ոչ մի բան, խնդրում եմ, եկեք, հասկաց, արակ, մենակ արակ, ես վերցրու, ենքով, այդտեղ ճանապար չեք բացել, Մերսի շատ դուրս արի, մի հատ միկրոֆոնը դուր, Միկրոֆոնը մեկ, երեխեք ուշադիր, ով որ ուզում է նկարվի, ուրեմն բանը բացած, հեռախոսի օբյեկտիվը բացած, սելֆի այդ դիմապատկերինը բացած, որպես ժամանակ չկորցնեք, հա? Ով որ չի հասցրել բացի, չի նկարվում, պայմանավորվեցին։ Շատ լավ, դուրս արի։ Գնա, սպասի իրանը պատրաստ է։ Հիմա չես նկարվում։ Գնա, Ջորջան, հիմա դու Բռնի։ Ռաֆանա երեքեք է, էսի անջի գա, ամփին ան, էսի գնա, Նկարվում ես, պտտի չես պտտի։ Նկարվի դե արա։ Հար եղբայր։ Չէ։ Դուրս արի։ Նկարվում ես։ Ես բայեմ։ Դուր ես, հա։ Ապրեք շատ Եղավ։
Հա, սենց Screenshot կանես հետ։ Վերցրու, ես եմ վերցրու։ Հա, ուղիղ եթե հետո screenshot էր թողանում։ Արի, ճուպը ջա։ Նկարվում ես։ Հա, այսիշ լավ ֆուտբոլիստներ են։ Արի։ Դու խարդախություն ես ուղիղ եթե screenshot կանես հետո Արի եղբայր Հայ, հարկի եղբայր Ենակ քարտես թե թխվածքի Հա, շատ Արի Պտտի Ներքևից Սպասը, թոթու ինքը Չես գնում, գնա Ահաստա հերրապոսները Մերսի շերքով Դու դեպի վերցնա ես գանում Այ Այստեղ կանեք, հետ է կայնեք, երեխեք, սեն սարովիչ է, հերքով, Բայց եմ շնորհակալ հերքով, երեխեք, սպասի իրանք փոքր է, հիմա դու գնաց Վերցրու Հələ մազերի գույն է սրա Իհարկե Գնալի, գնդակը դու կտամ, նկարվես Պապիկ է տարի մետ նկարվենք, նայ, սենց նայ, պապիկը հենա, սար, Վիդյո չէ անում հիմա Եղավ շատ մերսի, պարոն Փաշինյան, լավ մնացեք Ես պապիկ է Չէ Հայ սենց դուրս արի հա Պարոն Փաշինյան, նկարին ցավը Ով ա նկարում Հեսա, շուտ էր ան Արի նկարեք, եթե դուք եք նկարեք, մեկ ծանցեք Սպասի Ան նեցա Փաշինը դենիս Եղա Սո, ես լավ է պարոն Փաշինյան Լավ Խնդրեմ եղբայր Եղա Սրտի կատալիս քեզ էսա։ Քանի օքով եք գնա Կալիս վերցնենք։ Եթիա։ Նկարվես ալեն։ Մերսի։ Բարև եղբայր ջան նկարի Ահա սենց դուրս եք Ես եմ շնորհակալ Վայ Սենց դուրս արի
Երկրորդ մի հատ տանես։ Հա։ Ես միտքում եմ։ Հատես փոխել։ Իրար եք են երեքեք։ Հա, դուք եք երեքեք։ Դուք եք ստես։ Երեխեք բայց եկեք։ Արի։ Վերցրեք։ Հեսեք։ Հա, այսպես դուրս եք։ Հա։ Բարի։ Սեր է, փոքրերը սեր է։ Ես աչ կողմից եկեք։ Սպասեք։ Երեխեք ով նկարվում է հեռախոսների կամերաները միացած դա է։ Հա, եղբայր։ Վերցրու։ Շնորհակալ եմ։ Երեխեք հետ նկարվենք, ավարտվենք։ Բուկլետ կա։ Բուկլետ, մի հատ բուկլետ։ Հա։ Հա, մերսի։ Քո թխվածքը վերցրու։ Նկարվում եք երեքեք։ Չէ։ Նկարվում ես։ Սպասեք։ Ար իրան սպասեք։ Քելեք, գնացեք։ Ապես իմ մռիկը։ Յոլ վերցրու։ Շնորհակալ եմ շատ։ Անցեք։ Գնա։ Բա դու նոր չնկարվեցիր։ Բա դու չնկարվեցիր։ Դու ես գնում։ Վերցրու։ Ոչինչ, որ երկրորդ անգամ եկել ես ուրեմն։ Իրար ես թռի ապրես։ Դու գնա։ Սպասեք, Սպասի, թող անցնի։ Ինչ անունը։ Ինչ։ Այ։ Հայ, ապրես։ Հասկացա, շատ ապրես։ Շատ ապրես։ Ոչ դու եկել ես։ Չէ, առաջ անգամ։ Չես նկարվում։ Չէ։ Սպասի։ Իրար եք։ Բար։ Դու կար։ Հա, իհարկե։ Նկարվենք հետ։ Նկարվենք։ Կարանք դու կացրես։ Հա, իհարկե։ Չուտիկ ջան, վերցրու։ Նայ։ Բուկլետ տվեք, քարտեզ, այս ձեզ էլ քարտեզ բուկլետ վերցրու։ Հա։ Ռոզի ջան։ Պարոն Վարդապետ։ Բարի ձեզ։ Ձեզ լավ որ շնորհակալ ենք Ձեզ շատ։ էլ ես եմ շնորհակալ։ Եկեք։ Հա, ոչ, ուր է պատասխանը։ Ես դու երկրորդ անգամ ես լավ։ Եկան նկարում։ Երկրորդ մազել են։ Կան մարդիկ, որ դաժե երկրորդ, երրորդ անգամ գալիս են։ Երեխեք ով նկարում է հեռախոսները պատրաստել։ Վերցրու։ Ես ինձի տվել եք։ Հա։ Բացմա չէ երկրորդ անգամ։
Առիթ է։ Բացի առիթ։ Եկեք դուք տարեք, հա։ Գնացեք։ Բարև։ Մեկ Ալեքս դերից իրար հետ, է։ Հետո թեքին Արի։ Ալեքս կան։ Ալեքս։ Ճիշտ ասած, տատեն չի բերել հեռախոսը։ Արի, ուրեմն սենց կանենք։ Մի րոպե։ Մի րոպե դու սպասի։ Եղավ։ Դե դուրս եկեք։ Հիմա Դավո։ Հիմա դու ուղիղ եթերից կարաս սկրինշոտ անես հետո, հա? Իմացար։ Ինչ։ Ուղիղ եթերից կվերցնես նկարը։ Մի հատ ֆոտո արեք։ Հետո կհասցնեք նկարը։ պատրաստ է եղած։ Ու վիդեո չի կոտրել։ Էթրի, ապսենս թրի, արի։ Այդ է հաջորդ։ Վիդեո ֆոտոյա չէ դրած նոր վիդեո։ Հաստատ արդեն երկրորդ կրուկ չեն գալիս։ Աստիա երկրորդ անգամ կներեք։ Բայց երեխեքան ավելի Անցան։ Ֆոտոյա չէ։ Սպասի։ Բայց չէ։ Հարթես դիք։ Ես եմ շնորհակալ։ Արի սենց թրի։ Ես այն ֆոտո դու։ Դուք էլ եղել եք, չէ՞։ Մամա։ Ես դեռ դուր ես։ Դες դու վայ ներսա։ Սենց։ Արի, սպասի։ Ֆուտբոլիստ։ Իկանք։ Սպասի։ Դες մի հատ պարոն Փաշինյանի հետ ձեզ նկարեմ էլի։ Կգաս։ Գնաս պարոն Փաշինյան, ասա իմ մաման պապան այն ժամանակ ուսանող ժամանակ ճամփա են փակել, հիմա նկարվում ենք։ Աշատ։ Ահա։ Կարելի է մի հատ էլ երեխուն ձեր հետ նկարել։ Հա, իհարկե կարելի։ Բացի։ Բացի։ Նայ, Սպասի։ շնորհակալ եմ շատ։ Ես եմ։ Ձեզ բարի։ Վայ, զգուշ։ Ահա։ Ցավացում եմ։ Ինչ են ասում։ Մերսի շատ։ Երեխեք 5 րոպեից արդեն պետք է ավարտենք։ Թրի, արի։ Կարին մի հատ։ Մերսի շատ։ Արի, թրի, արի։ Արի։ Դու պատրաստ ես։ Դու պատրաստ ես։ Նկարներ իհարկե։ Ասի։ Դե Բասի։ Բասի։ Կեյնի։ Դու հետո դու կգնաս, բասի։ Անու կտած ես է նկարվում։ Բասի։ Բասի։ Արի։ Ասես կանես։ Կեյն։ Վաու։ Արի սենց թրի, արի սենց թրի։ Շատ է խաղում։ Այսենց Սպասի։ Լավ դե երեխեք են։ Ուզում ես նկարվես, դե մի անգամից նկարվեք։ Սպասեք երեխեք, սպասեք։
Ես նույն մարդն է գալիս, թե թիմն է։ Ես երկրորդ տնենի 6-ն եմ։ Բարև ձեզ, պարոն վարչապետ։ Բարև ձեզ։ Իմ իջալոցի աղջիկը 19 թվին ձեր նկարեց դեպ պաստառնկար ասում էր Նիկոլ Վարչապետ։ Ինքը խնդիրով երեխա է ու շատ զգայուն։ Պարոն վարչապետ, ձեր հետ զրույցի մի երկու խոսք ունեմ ասելու։ Կարող եմ չեմ երկու բառ խոսել։ Հիմա ստեղ չի լինի։ Քանի հասել եմ ձեր մոտ, խնդրում եմ։ Օգնականից ասել։ Պարոն Թորոսյանին էլ եմ ուզում, քանի որ ես միայնակ մայր եմ, խնդիրով բալիկ եմ մեծացնում ու Վարչով եմ ապրում։ Ինչ է կապը։ Խնդրում եմ, բնակ վայրի հարցը։ Տիկին Դավոյանը թող իմ օգնականն է, թող Մոտեցեք, այլեք։ ինչ կա այնտեղ ինչ, հա, մի րոպե, այս բարդ։ Մի րոպե սպասի։ Լոր, մի րոպե, ես ներեք ճանապարհ։ Խնդրեմ։ Շատ ապրեք, շատ ապրեք։ Եկեք, մի րոպե։ Պարոն Սարգսյան։ Քուքիներով։ Ես քեզ։ Սպասեք։ Ես քեզ։ Ես քեզ։ Ես քեզ։ Ստե պահում ես մարդուց չգիտեմ։ Ստե պահում Ես քեզ։ Մերսի եղբայր։ Merci շատ։ Քեզ տվեցի, չէ՞։ Բարձրախոսը կա, թե չկա։ Մեկ։ Սիրելի նովարաշենցիներ, սիրելի երեխեք, շնորհակալ եմ բոլորիդ այսպիսի ջերմ ընդունելության համար։ Շատ ցավում եմ, բայց մենք արդեն պետք է գնանք։ Շնորհակալ եմ։ Եկեք ծափերով։ Երեխեք ջան, մի քիչ հետ կանգնեք։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ նովարաշեն, շնորհակալ եմ։ Արա։ Պարոն վարչապետ, բարև ձեզ։ Մենք ունենք Նուբարաշենում կահույքի արտադրամաս, դեռ Թավշյա հեղափոխության ժամանակվանից պատրաստ էր։ Հուսով եմ ձեզ դուր կգա։ Ամբողջությամբ ձեռքի աշխատանք է, հուսով եմ ձեզ դուր կգա։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Մարիկ ջան, չէ, արդեն պետք է գնանք դերերը, աջան։ Ես եկել էի Գյումրի ձեզ տենալու խմորեղենով երևի ձեզ փոխանցեցին Շիլինգարյան գրետա։ Ուզում եի ձեզ հետ անպայման նկարվեի, անպայման։ Մոր Ռուսաստանից եմ եկել հատուկ ձեզ համար։ Շնորհակալ եմ, նկարի։ Եղա։ Ժորդ պետք է գնամ արդեն, շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։
Տեսակ ինչպեսին էր նու Բարաշենում։ Սիրում եմ բոլոր